Ով Տեր, իմ փրկության Աստված, ցերեկ ու գիշեր աղաղակում եմ քո առջև, իմ աղոթքը թող քո առջև գա, խոնարհեցրու քո ականջը իմ աղաղակին, քանի որ իմ անձը նեղություններով լի է ու իմ կյանքը մոտեցել է գերեզմանին, համարվեցի նրանցից, ովքեր գուբն են իջնում, անուժ մարդու նմանվեցի, մեռելների մեջ լքված, գերեզմանում պառկած սպանվածների պես, որոնց այլևս չես հիշում ու որոնք կտրված են քո ձեռքից, դու ինձ ամենախոր գուբի մեջ ես դրել, խավարի մեջ, խորությունների մեջ, քո զայրույթը խիստ ծանրացած է վրաս և քո բոլոր հորձանքներով ինձ նեղեցիր, իմ ծանոթներին հեռացրիր ինձնից, ինձ զզվելի դարձրիր նրանց առաջ, փակվեցի ու դուրս գալ չեմ կարող, տառապանքից աչքերս ողբում են, օրնիբուն քեզ եմ աղաղակել, ով Տեր, ձեռքերս դեպի քեզ եմ կարկառել, միթե մեռելների համար ես հրաշքներ գործելու, միթե մեռածները պիտի ելնեն ու փառաբանեն քեզ, միթե հնարավոր է քո գթասիրությունը պատմել գերեզմանի մեջ, կամ քո ճշմարտությունը կորստյան մեջ, քո հրաշքները միթե խավարի մեջ պիտի ճանաչվեն ու քո արդարությունը մոռացման երկրի մեջ, բայց ես, ով Տեր, քեզ աղաղակեցի ու իմ աղոթքը առավոտյան քեզ է հասնելու, Տեր, ինչու ես մերժում իմ անձը, ինչու ես քո երեսը ծածկում ինձնից, մանկությունից ի վեր ես տառապել եմ, մեռնելու վրա եմ, մինչ քո արհավիրքներն եմ կրում, բոլորովին շվարել եմ, քո սաստիկ զայրույթը ծանրացել է վրաս, քո զարհուրանքները ինձ կորստյան են մատնել, դրանք ջրի պես օրնիբուն շրջապատեցին ինձ, միասին չորս կողմս բոլորեցին, հեռացրիր ինձնից իմ սիրելիներին ու բարեկամներին, իմ ծանոթներին խավարի մեջ դրիր,